խոզարկությունների այո որոշումների մեջ գրված է եղել, որ 6 հոգևորականները եւ նաեւ Սրբազանը բերման են ենթարկվում հավաքներին այդ խոչընդոտելու հաղորդման հիման վրա, որը ներկայացրել է Դանիել Յունիսյանը, ճիշտ է սպասները։ Տեսեք, ուրեմն այսօր առավոտյան քննչական մարմինը բնականաբար իրապա մարմնի ներկայացների ուղեկցությամբ խոզարկություններ է կատարել Արագածոտնի թեմի հոգևորականների անձնական տներում, Արագածոտնի թեմի առաջնորդարանում եւ աշխարհիկ մի քանի աշխատակիցների բնակարաններում։ Արգրավել են տարբեր տեսակի փաստաթղթեր, համակարգիչներ, այդ թվում օրինակ մի աշխարհիկ աշխատակցուհու, ընտանիքի անդամների համակարգիչները, հեռախոսները բոլորի, այո, արգրավել են եւ իրենց էլ փաստացի բերման են ենթարկել, բերել են այստեղ։ Բացի Մկրտիչ Սրբազանից մնացածը այստեղ են 6 քահանա, 6 հոգևորականներ եւ մի քանի աշխարհիկ աշխատակիցներ՝ գանձապա, գործավար, հաշվապա եւ կարծեմելիկա։ Հիմա Մկրտիչ Սրբազանի տեղը չեն հայտնում։ Ընդ որում մենք պաշտոնապես դիմել ենք քննչական կոմիտեին եւ Երևանի քննչական վարչությանը, ներկայացրել ենք նաեւ մեր լիազորությունները հավաստող փաստաթղթերը եւ խնդրել ենք իրենք, որպեսզի ապահովեն մեր հանդիպումը Մկրտիչ Սրբազանի հետ, նրա իրավունքները պաշտպանելու նկատառումներից ելնելով։ Այստեղ նաեւ բերման ենթարկվածներին ենք հանդիպել, իրենք քանի որ քննիչների ներկայությամբ իրենք քննիչները ասել են, որ մենք ձեզ բերման չենք ենթարկել, մենք ձեզ հրավիրել ենք, բայց բերել են իրենց մեքենաներով եւ իրենք այլ որոշում, այլ ընտրություն կատարելու հնարավորություն չեն ունեցել, փաստացի բերման ենթարկված են եղել։ Միաբերան բոլորը պնդեցին, եթե այդպես է մենք գնալու ենք եւ մենք ուրեմն մեզ ծանոթագիր տվեք, մենք կգանք մեր փաստաբանների ուղեկցությամբ եւ ձեր հարցերին կպատասխանենք, որովհետեւ եթե իրենց հարկադիր բերման է ենթարկել այդպես որպես վկա հարցակնում, նա արդեն ունի վկա կասկածյալի կարգավիճակ եւ քննչական մարմինը պարտավոր է նրանց պաշտպանության իրավունքը ապահովել։ Այստեղ արդեն ուրիշ ռեժիմով է հարցակնությունը գնում։ Իրենք ունեն նաեւ դատավարական այլ երաշխիքներ։ Բնականաբար, այո, քննչական մարմինը այլ բան չի կարողացել դրա այդ փաստարկի դեմ ներկայացնել եւ համաձայնվել են, որ այդպես էլ անեն։ Մեկ քահանայի տվել են ծանոթագիր, դուրս եկել, հետո ներս կանչեցին ու մինչև մա դուրս չեկել։ Հիմա բոլորը ներսում են վկայի կարգավիճակով։ Բոլոր դեպքերում մենք արձանագրել ենք, որ դրանք վկայի կարգավիճակով են։ Միքայել Սրբազանի մասով ասեմ հետեւյալ խնդիրը կա, ներողություն։ Միքայել Սրբազանի ձո ճանապարհն են բռնել։ Տեսեք, ուրեմն Մկրտիչ Սրբազանի մասով այսպիսի իրավիճակ է։ Քրեական օրենսգրքի 451 հոդված կա, որը բռնի անետացման մասին է խոսում։ Ես հիմա ընթերցեմ այդ հոդվածի դիսպոզիցիան։ Ուրեմն տեսեք, բռնի անետացումը պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկած անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ փակցնելը։ Ուրեմն պատժվում է ազատազրկմամբ 3-ից 7 տարի ժամկետով։ Բավականին ծանր հոդված է։ Հիմա տեսեք, մենք այս մասով ես ինքս արդեն հաղորդում եմ ներկայացրել եւ նաեւ իմ Facebook-յան էջում սրա մասին գրել եմ, որովհետեւ մեր բոլոր փորձերը մեր վստահորդին հանդիպելու փաստորեն ձախողվել են։ Վերջին անգամ որտեղ եք տեսել, որ ասում եք այստեղ չի, չգիտենք որտեղ է։ Տեսել եք, որ բերման են ենթարկել։ Չենք տեսել, մեզ ասել են, որ իրեն բերման են ենթարկել, այսինքն մեքենան են նստեցրել եւ բերել են իբրև քննչական կոմիտե։ Ասել են բերում են Պարուս Սևակ 4 հասցեով, սակայն Մկրտիչ Սրբազանին այստեղ չեն։ Ունեք որոշակի կասկածներ, ինչու են թաքցնում Սրբազանին գտնվելու բանը։ Տեսեք, այս ողջ գործընթացը հակաեկեղեցական շարժման տրամաբանության մեջ է, բնականաբար սա ճնշում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ եւ սա էլ հենց այդ ճշմարտ շրջանակում է։ Մեր տեղեկություններով քրեական գործը առնչվում է այդ հավաքներին իբրև հարկադրելու Տեր Արամի այդ ցուցմունքի կամ հաղորդման հետ, ուրեմն եւ նաեւ որոշակի ֆինանսական հարցերի հետ է կապված։ Խոզարկության որոշման մեջ չէ գրված դա եղել, որտեղ փաստաբան Մարինե Ֆարմանյանն այդ մասին ասաց, որ խոզարկության որոշումների մեջ գրված է, որ հավաքներին հարկադրելու այդ վարույթի շրջանակներում են։ Այո, ես մանրամասնին չեմ տիրապետում, բայց որքանով տեղյակ եմ, այո, եւ բնականաբար
Տեր Արամը ցուցմունք է տվել, պարզ որ ցուցմունք է տվել եւ իր ցուցմունքն այս ամբողջ գործընթացի հաղորդում չի եղել։ դե հաղորդում չի եղել, բայց վստահ եմ որ նա ցուցմունք տվել է։ Մեծ հետ հայրուրի հետ զրույցում նշեց, որ հենց անձամբ մեզնից է տեղեկանում, որ Արագածոտ Միքանի առաջնորդը այս պահին անհետացել է եւ իր մյուս հոգեբոր եղբայրներն էլ։ Դե այդ մասով կարծում եմ չի ստում, այդ բանը է տեղեկանում, բայց վստահ եմ ինքը ցուցմունքներ է տվել եւ իր ցուցմունքներն էլ հիմք են ծառայել այս գործընթացը։ Տվել է կա գործում կա դա։ Ես վստահ եմ որ իր ցուցմունքները կան, վստահ եմ, ուղղակի շուտով կիմանամ։ Իսկ միայն նրա ցուցմունքներով է պայմանավորված, թե օրինակ վեհապարի հետ ազգակցական կապը կարող է եւս պատճառ հանդիսանալ դրա համար։ Տեսեք, Միքայել Սրբազանն էլ վեհապարի հետ ազգակցական կապ չուներ, բայց նաեւ հայտնվեց այս քրեական հետապնդման իրավունք։ Ես կարծում եմ սա հակաեկեղեցական այս շարժման շրջանակների մեջ է։ Պարոն Զարաբյան, իսկ Դանիել Իոնիսյանի հաղորդման հիման վրա է այդ Այո, որքանով տեղակ եմ, այո, Դանիել Իոնիսյանի հաղորդումն էլ կա եւ ի վերջո ՀՄԿ-ի այդ նյութն էլ ինքը հրապարակային հաղորդում, այսինքն ԶԼՄ-ների հաղորդում կարող է հաղորդումն է Դանիել Իոնիսյանը ներկայացրել։ Կարծում եմ այո։ Մանրամասն իհարկե կիմանանք, բայց կարծում եմ այո։ Եվ քննչականի հաղորդակցությանը ծանոթացել եք թե Ոչ, դեռ չեմ ասել։ Նշել որ այս պահին կատարվում են բարոյական եւ ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ Շատ լավ։ Դե շնորհակալություն։